անցրև չի, հատուկ սահմանում ունեմ էր սիրելի ոստիկաններ, ես ենթարկում եմ իրենց սահմանման, բայց սիրելի ոստիկաններ, շնորհակալություն, որ մեր անվտանգությունը ծառայում եք, ձեզ բարի ծառայություն, հպարտ ենք ձեզանով, համաձայն չեմ անցրևի ձեր սահմանման հետ, բայց երբ դուք որոշեք, որ անցրև է դեղում, խնդրում եմ, որ դուք եկեք ձեր ձեռքով այս ծածկը կառուցեք ձեր համաքաղաքացու համար, շնորհակալություն եմ։ Նախ ես որ այս փորձի մեջ եղել եմ սրանից առաջ, բայց եզակի չեմ, որտեղ շատերը դարաբանք են դարել թե բանդերում, ազատազրկման մեջ, հացաթուլերում եւ այլն, սա ցավը եւ դարաբանքը երբեք եզակի չէ, բայց ես իմ փորձից ելնելով գիտեմ, որ արդեն մտնում եմ այն փուլ, որ եւ նախաբանս դրա մասին էր, որ չեմ կարող իմ ավանդական բարևը ասել բոլորին։ Այնպես որ եթե մենք հայացքից ենք բարևի, սիրտ եւ հոգի եւ հավատամք եւ հայրենիք, համարեք, որ դա մեր բարևն է եւ դա մեր միասնական ճանապարհն է։ Եթե այս ընթացքում ես մի փոքր նեղվածություն թույլ տամ լրագրողի նկատմամբ, համաքաղաքացուն կանխավ ներողություն եմ խնդրում, որտեղ ես նաև իմ համբերատարության վրա եմ աշխատում եւ խնդրում եմ, որ դուք էլ ինձ հետ աշխատելով, ինձ զորակցելով, ինձ գնահատելով եւ քննադատելով, դուք էլ հասկացեք, թե ես ուր եմ եւ ուր եմ գնում։ Այդ մեկ խնդրանքը։ Իսկ վրանի գաբակցությամբ ես ոչ մի վրան կամ ծածկ չեմ խնդրել, մեր գործընկերները դիմեցին քաղաքապետարան վրանի համար, դուք հիշում եք, որ 2 տարի առաջ 10-րդ օրը հացաթուլի կամ ձոմի, ազատության ձոմի քաղաքացիների նախաձեռնությամբ տեղադրվեց, մի քիչ քաշքշուկ, բայց հետո թույլատրվեց։ Հիմա ես չեմ ուզում որևէ փախում, կոնֆրոնտացիա, եթե լինելու է սատրանք, լինելու է դիմացի մայթից եւ ոչ երբեք մեզանից, կսպասենք, որ քաղաքապետարանը միգուցե վերանայի իր մոտեցումը, որ իմ առողջության եւ անվտանգության խնդիրներից ելնելով տեղադրի մի համեստ վրան, բայց մինչև հիմա շատ դակուկ, անուշ, քնքուշ քնաբարգի մեջ եմ քնում, ձեզնից ավելի լավ, հավանաբար, եւ ծածկը իհարկե թույլատրվել է անձրևի պայմաններում միայն, եւ ինչպես ասացի, ինձ պետք չէ, բայց եթե ոստիկանները որոշեն, որ ինձ պետք է, շնորհակալություն եմ։